Հայ մայրերը ազգի ոգին են, ուժի աղբյուրն են, հայ մոր սիրտը ազգի զարկերակն է, երբ մայրն է զորեղ, ընտանիքն է ամոր, իսկ ազգը անսասան, զորացնել հայ մայրերին նշանակում է ամրացնել ընտանիքը, միավորել ազգը, հայ մայրերի սրտից է սկսվում ազգի ուժը, ողջույն իմ շատ սիրելի հայ մայրեր, ես Դավիթ Մնացականյանն եմ, հիմնադիր նախագահ HMTV-ի և Հայմամ Սալիքի։ Հայ մայրերը HMTV-ի համաշխարհային զորացման, կրթության և համայնքաշինության ալիքն է։ Ստեղծված Հայաստանից մինչև Սփյուռքի բոլոր անկյունները բնակվող հայ մայրերի համար։ Այն առաջին լայնածավալ հայկական բազմամեդիա հարթակն է, որը ամբողջապես նվիրված է մայրության, ընտանեկան առաջնորդության, մշակութային ինքնության, աջակցման համակարգերի, առողջության, կանանց զորացման և հայ ընտանիքների համաշխարհային միասնության համար։ Այս ալիքը ունի մեկ պատմական առաքելություն։ Միավորել աշխարհի ավելի քան 1 միլիոն հայ մայրերին, ստեղծվելով մի նոր համաշխարհային սփոփող քույրություն, որն ունակ է զորացնելու ընտանիքներին, վերափոխելու համայնքներին և ձևավորելու հայկական ազգի ապագան։ Հայմամսը խոնարհ լուսաբանում է հայ մայրերին, տոկունության սյուներին, լեզվի և մշակույթի պահապաններին, երեխաների պաշտպաններին, յուրաքանչյուր հայկական տան հոգուն։ Այն մի տարածք է, որտեղ հայ մայրերը զգում են, որ իրենց տեսնում են, գնահատում են, աջակցում և միավորվում են։ Առաքելությունը և ինքնությունը։ Հայմամսի առաքելությունը զորացնել, կրթել, բարձրաձայնել և միավորել աշխարհում ապրող բոլոր հայ մայրերին, ստեղծելով գլոբալ հարթակ, որը կառուցված է վստահության, համերաշխության, համայնքային կապի, մշակույթի և ընդհանուր արժեքների վրա։ Մեր նպատակը դառնալ աշխարհում համար առաջին հայկական մայրերի հարթակը, նրանց տրամադրելով գիտելիք, համայնք, ոգեշնչում և սփոփող քույրություն։ Հայմամսը կառուցված է 5 հիմնասյուների վրա։ Զորացում, կերտել մայրերի ինքնավստահությունը, ներքին ուժը և առաջնորդությունը, կրթություն, մատակարարել գիտելիք, առողջ, խելացի և կայուն երեխաներ մեծացնելու համար, աջակցություն և համայնք, ստեղծել գլոբալ հայկական սփոփող քույրություն, որտեղ ոչ մի մայր միայնակ չի մնա, մշակույթ և ինքնություն, պահպանել և փոխանցել հայկական ժառանգությունը, ավանդույթները և արժեքները, միասնություն, միավորել աշխարհի հայ մայրերին մեկ անպարտելի ուժի մեջ, երբ հայ մայրը բարձրանում է, ամբողջ հայկական ազգը բարձրանում է նրա հետ։ Ինչ կտեսնեք Հայմամսում։ Մայրություն, դաստիարակություն և ընտանիքի կրթություն, համապարփակ սրտից եկող մասնագետներով ղեկավարվող բովանդակություն, զարգացնել հուզական, ուժեղ, բարի, վստահ և խելացի երեխաներ, դաստիարակության ռազմավարություններ, նորածիներից մինչև դեռահասներ հատուկ կարիքներով երեխաներ, երեխայի հոգեբանություն և վարքի խորքային ընկալում, դպրոցական հաջողություն, սովորելու համակարգված մոտեցումներ, կրթական պլանավորում, ընտանիքում հաղորդակցման հմտություններ, մայրության, ինքնության երազանքների և հոգեկան հավասարակշռության համադրություն, առողջ, սիրառատ, կարգապահ և ապահով ընտանեկան միջավայրի ձևավորում։ Հայմամսը դառնում է հայ ընտանիքների ամբողջական դաստիարակչական ուղեցույցը։ Առողջություն, բարեկեցություն և մտավոր ուժ, ծրագրեր, որոնք նվիրված են հայ մայրերի ամբողջական առողջությանը, կանացի առողջությունը դեռահասությունից մինչև մայրություն և հասուն շրջան, հղիություն, հետծննդյան վերականգնում և հուզական աջակցություն, մտավոր առողջություն, ստրեսի կառավարում, ինքնասիրություն և հոգևոր հարմարավետություն, ֆիթնես, յոգա, առողջ շարժում և տնային առողջության ծրագրեր, հիվանդությունների կանխարգելում և բժշկական իրազեկում, հաղորդումներ բժիշկների, մանկաբույժերի, հոգեբանների և առողջության մասնագետների հետ։ Հայմամսը սովորեցնում է, որ առողջ մայրը ստեղծում է առողջ ազգ։ Հայկական մշակույթ, արժեքներ և ժառանգություն։ Մշակութային սրբավայրը հայ ինքնության պահպանման համար։
հայկական ավանդույթներ, ընտանեկան ծեսեր, տոներ, ուտեստներ եւ սովորություններ։ Հայ մայրը պատմության մեջ հերոս մայր էր, ովքեր կերտել են հայկական հոգին, երեխաների համար հայերեն կրթական ծրագրեր, հեքիաթներ, երգեր, բալադներ, օրորոցայիններ, ժողովրդական պատմություններ, երեխաների հայկական արժեքներ սովորեցնող բովանդակություն, հարգանք, խիզախություն, հավատ, խոհեմություն, հայրենասիրություն։ Ծրագրեր ուղղված Սփյուռքում մեծացող երեխաների հայկական ինքնության պահպանման համար։ Հայ մամսը ապահովում է, որ հայկական ինքնությունը փոխանցվի սերնդեսերունդ։ Համայնք, աջակցություն եւ իրական պատմություններ։ Աշխարհի բոլոր հայ մայրերի միջև կառուցված փոփոխ քույրություն, աջակցման խմբեր, միայնակ մայրերի, նոր մայրերի, դեռահաս մայրերի եւ աշխատող մայրերի համար։ Իրական պատմություններ տոկունության, սիրո, պայքարի, կորուստների եւ հաղթանակների մասին։ Մայրի մենթորություն, սերնդային փորձի փոխանակում։ Բայց եւ անկեղծ զրույցներ մայրերի իրական դժվարությունների մասին։ Համաշխարհային հանդիպումներ, առցանց քննարկումներ, համայնքային իրադարձություններ, կիսվելու, սովորելու, լսվելու եւ ուժեղացնելու անվտանգ տարածք։ Հայ մամսը դառնում է ամեն հայ մոր զգացմունքային տունը։ Կանանց զորացում, առաջնորդություն եւ անձնական զարգացում։ Ալիք, որը նպաստում է հայ կանանց բարձրացմանը կյանքի բոլոր ոլորտներում։ Կարիերայի աջակցություն, աշխատող մայրերի համար, ձեռնարկատիրական ծրագրեր հայ կանանց բիզնես սկսելու եւ զարգացնելու համար, ֆինանսական գրագիտություն, բյուջետավորում եւ անկախություն, առաջնորդության հմտություններ, հաղորդակցման ձև, ինքնավստահության բարձրացում, անձնական աճի գործիքներ, էմոցիոնալ ինտելեկտի զարգացում, նպատակների որոնում, ծրագրեր, որոնք ուղղված են խոչընդոտները հաղթահարելուն, ներքուս բուժվելուն եւ կայուն կյանք կառուցելուն։ Ուժեղ հայ մայրը ստեղծում է ուժեղ ընտանիքներ, համայնքներ եւ սերունդներ։ Շուկա եւ ստեղծագործական ցուցահանդես։ Հարթակն աջակցելու է հայ մայրերի բիզնեսներին եւ ստեղծագործություններին, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հագուստ, տան դեկոր, մանկական արտադրանքներ, արվեստ, դիզայն, ձեռագործ, ստեղծագործություններ։ Գրքեր, կրթական խաղեր եւ ուսուցողական նյութեր։ Հայ մայրերի տաղանդը ներկայացնող ցուցադրություններ։ Հայկական փոքր բիզնեսների խթանում գլոբալ հայ ընտանիքների համար։ Աջակցելով մայրերին, մենք աջակցում ենք հայկական տնտեսությունը եւ հայկական ընտանիքներին։ Հայ մամսը համաշխարհային շարժում է։ Այն պարզապես ալիք չէ։ Միավորելով հայ մայրերին ավելի քան 100 երկրներում, կառուցելով ամենամեծ հայկական ընտանեկան ցանցը պատմության ընթացքում, ստեղծելով աջակցման համակարգ մայրերի համար, ովքեր բախվում են դժվարությունների, կազմակերպելով համաշխարհային համաժողովներ, աշխատանքներ եւ կրթական միջոցառումներ, զարգացնելու ծրագրեր մայրերին ու երեխաներին զարգացնելու եւ առաջ մղելու համար, մոբիլիզացնելով 1 միլիոն եւ ավելի մայրերին ձևավորելու հայկական երիտասարդ սերնդի ապագան։ Տուն ապահովելով այն մայրերի համար, ովքեր ապրում են Հայաստանից հեռու, բայց ցանկանում են պահպանել հայկական արժեքները իրենց երեխաների մեջ։ Հայ մամսը լինելու է ամենաուժեղ, ամենաազդեցիկ եւ ամենահոգատար հայկական մայրական համայնքը։ Մեր տեսլականը։ Հայ մամսը տեսնում է մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հայ մայր զգում է իրեն կարևոր, գնահատված, աջակցված եւ զորացած։ Ունի համայնք, ռեսուրսներ եւ հնարավորություններ։ Մեծացնում է հուզականորեն եւ մտավորապես ուժեղ հայ երեխաներ։ Ստեղծում է ապահով սիրառատ մշակութային հարուստ միջավայր։ Միանում է համաշխարհային քուրությանը, որը բարձրացնում է իրեն եւ իր ընտանիքը։ Դառնում է հզոր դերակատար միավորված ուժեղ հայկական ապագա կառուցելու գործում։ Մենք երազում ենք աշխարհի 1 միլիոն եւ ավելին հայ մայրերի միասնական համայնքի մասին։ Մի ուժ, որը կփոխի հայկական ընտանիքների, համայնքների եւ ազգերի ճակատագիրը։ Հայ մամսը ոչ միայն ալիք է, դա սեր է, միասնություն, մշակույթ, զորացում եւ հայկական մայրության մեծ շարժում։ Սիրելի հայ մայրեր, յուրաքանչյուր ազգի ճակատագիր սկսում է ձեր ձեռքերում։ Երբ հայ մայրը գիտակցում է իր ուժը, իր առաքելությունը եւ իր սուրբ պարտականությունը,
Նա դառնում է ոչ միայն իր ընտանիքի սյունը, այլև ամբողջ հայ ազգի հներանը։ Այսօր մենք կանգնած ենք պատմական հնարավորության առաջ, միավորելու ավելի քան 1 միլիոն հայ մայրերի ամբողջ աշխարհում։ Հայաստանից մինչև Սփյուռք, Ամերիկայից մինչև Եվրոպա, Ռուսաստանից մինչև Մերձավոր Արևելք։ Ժամանակն է ստեղծել մի հզոր գիտակից կազմակերպած մայրական ուժ, որը կպաշտպանի մեր երեխաներին, մեր արժեքները, մեր լեզուն եւ մեր ապագան։ Մենք չենք սպասելու, որ ինչ-որ մեկը գա ու կփոխի մեր իրականությունը։ Մենք ինքներս ենք այդ փոփոխությունը։ Ես հրավիրում եմ յուրաքանչյուր հայ մորը կանգնել, բարձրացնել իր ձայնը եւ միանալ այս համազգային շարժմանը։ Միացեք մեզ զորացնելու ձեզ, ամրացնելու մեր սուրբ ընտանիքները եւ միավորելու ազգը։ Երբ 1 միլիոն մայր միավորվում է մեկ նպատակի շուրջ, դա պարզապես նախաձեռնություն չէ։ Դա դառնում է պատմությունը փոխող ուժ։ Հիմա ժամանակն է։ Եկեք միասին կառուցենք այն ապագան, որ մեր երեխաները արժանի են ունենալ։ Շնորհակալություն։